Իրականում մենք հետխորհրդային Հայաստանում չենք ունեցել և չունենք մասնագիտական կողմնորոշման համակարգ, ինչը խանգարում է աշակերտներին ընտրել մասնագիտություն հաշվի առնելով որոշակի արժեքներ, հետագայում լինելու պահանջարկված մասնագետ և նաև ինքնարեալիզացնել իրենց ցանկությունները, կարողությունները և լինել պահանջված մարդ։ Մասնագիտություն մեկ կյանքի համար սկզբունքը վաղուց արդեն պատմություն է, այսինքն յուրաքանչյուր անձ իր կյանքի ամեն մի էտապում պետք է մտածի իր մասնագիտության որակավորման և կարողությունների մասին։ Կենտրոնը մեթոդական կենտրոն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում, մեր խնդիրն է վերապատրաստել 3 օղակներում հանրակրթությունում, մասնագիտական ուսումնական հաստատություններում և զբաղվածության տարածքային կենտրոններում մասնագետների, ովքեր աշխատելու են աշակերտների, ուսանողների, երիտասարդների և ընդհանուր առմամբ անձանց հետ, ովքեր կարիք ունեն մասնագիտական կողմնորոշման կամ կարիերայի խորհրդատվության։ Տենդենսները մասնագիտական նախընտրելիության մենք կարծում էինք, որ տարիների ընթացքում պետք է փոխված լինեն, բայց ըստ էության շարունակում են մնալ նույնը։ Եթե 5-6 տարի առաջ նախընտրելիությունը իրավաբան, տնտեսագետ, բժիշկ մասնագիտությունների գծով էր, այս վերջին տարիներին, վերջին 3 տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ այս 3 նախընտրելիությանը ավելացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունների պահանջարկը, մասնավորապես ինժեներ, ծրագրավորող, ցանցային ադմինիստրատոր հետաքրքրվածություն, աղջիկների մոտ դիզայն մասնագիտությունն է պահանջարկված և 5 մասնագիտություններից հետո շարունակում է խոհարար, բավականին պահանջարկված է և հետաքրքիր է, որ սեռային առումով ոչ միայն աղջիկների, այլ մեծ մասամբ նաև տղաների կողմից է հետաքրքրություն առաջացնում այդ մասնագիտությունը։ Մեկ այլ բան է նախընտրելիությունը, մեկ այլ բան է հասկանալ, թե այդ մասնագիտությունը իրենից ինչ է ներկայացնում։ Այսինքն նախընտրում են տնտեսագետ, բայց չեն պատկերացնում տնտեսագետը որտեղ պետք է աշխատի, ինչ կրթություն պետք է ստանա և հետագայում իր առաջխաղացումը որտեղ պետք է լինի։ Նախընտրում են բժիշկ, բայց առավելապես ավարտելով բժշկական համալսարանը գնում են պասիվ բժշկության, այսինքն ապահովագրական գործ, դեղագործություն և այլն։ Ակտիվ բժշկության ոլորտում մենք այսօր բավականին լուրջ խնդիր ունենք։ Այսինքն այստեղ մենք ունենք բավականին լուրջ խնդիր ոչ միայն պարզապես մասնագիտության նախընտրելիության հարցում, այլ պատկերացնելու, թե տվյալ մասնագիտությունը ինչ նկարագիր ունի և անձը հետագայում ինչպես պետք է ապահովի իր զբաղվածությունը։ Մեր խնդիրը պետք է ոչ դիտարկել պարզապես ինչ-որ մասերի ձևով, այլ պետք է դիտարկել ամբողջ համակարգի առումով, որտեղ մասնագիտական կողմնորոշումը պարզապես այն գործընթացները չեն, որ արդեն ասվեց, այստեղ շատ կարևոր է, որ մարդը հասկանա, որ այդ որակավորումը ստանալուց ուր է գնալու։ Դրա համար, երբ որ մենք կրթական չափորոշիչներ ենք մշակում, երևի թե չափորոշիչների մշակման ընթացքում 50%-ը հենց ընկնում է այն հատված աշխատանքային, երբ մենք փորձում ենք մշակել բնութագիր այդ որակավորման համար, որտեղ մենք հստակեցնում ենք նրա աշխատանքային գործունեության ոլորտները, այսինքն իր որակավորումը ստանալուց հետո որտեղ է աշխատելու, ինչ է անելու, ինչ պատասխանատվություն է կրելու, երբ որ հստակեցում են այդ բոլորը, ինչ է նրան անհրաժեշտ այդ որակավորմամբ գործունեություն ծավալելու համար, երբ որ հստակեցում է և տեսական գիտելիքների մասնաբաժինը, և կարողությունների հմտությունները, հետո նոր դրա հիման վրա մշակում է կրթական չափորոշիչը, որը ունի իր բաղկացուցիչներ։ Ես կարող եմ այսօր ասել ուրախությամբ, որ մենք բավական առաջընթաց ունենք խորհրդային տարիների համեմատությամբ և թերևս մի շարք այլ կրթական մակարդակներում իրականացվող կրթությունից, որ մեր չափորոշիչները հիմնված են ուսումնառության արդյունքների վրա։